Սիրելիներս ողջույն, ինչպես եք։ Հուսով եմ, որ լավ եք ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ լավ լինեք։ Դե ինչ, ես աշխատանքից քիչ առաջ վերադարձա տուն, իրականում որոշել էի, որ վլոգ չեմ նկարելու, այսինքն վլոգ հայկական ալիքի համար որոշել էի, որ գալու եմ տուն եւ պատրաստեմ այդ շոկոլադե տորտը, որը պատրաստել էինք ալիքում, եթե հետևում եք, տեսել եք անպայման, որը փոքրիկ աղջիկաս անչափ դուր էր եկել, ասեցի դե լավ, եթե այդքան հեշտ է պատրաստվում, նույնիսկ երեխան կարող է պատրաստել, հետն էլ համով է, ապա ինչու ոչ չկիսվել բաղադրատոմսով նաև ռուսական ալիքիս համար։ Իդեպ, շատ եք հարցնում ռուսական ալիքիս անունը, հղումը կդնեմ այս հոլովակի ներքևում եւ բացի դա, եթե ուզում եք, կարող եք պարզապես գրել Սերինե Էկլեր, օրինակի համար, եւ կբերի հենց էկլերի ռեցեպտը ու ինքնըստինքյան իմ ալիքը։ Ուղղակի անունը որ տամ օրինակ Սերինե Kitchen Show որ գրեք, չի բերի, կամ Սերինե Cooking Show չի բերի։ Բերում է հենց երբ որ գրում եք Սերինե Էկլեր օրինակի համար կամ Սերինե Մակարոն։ Այդ երկուսը հենց գրեք կբերի ալիքը, բայց իհարկե հղումը կդնեմ ներքևում, կխփեք վրան միանգամից կանցնեք այդ ալիք, հա, եւ իհարկե իմ աղջկան փոքրիկին խնդրեցի, ասեցի նենց չլինի գամ տուն ու խոհանոցը հանգարց ու թափրտված լինի, ասեցի մաքուր ակուրատնի կպահեք, որ ես չգամ հանգարց չանցնեմ խոհանոցային գործերին։ Ու ինչ եք կարծում դուք, երեխային դիր գործի եւ հետևից գնա, այդ վիճակն էր մեր տանը, ես մտա տուն, ցենց հոտ եմ քաշում, այնտեղ արդեն թխում եմ իդեպ վիդեոն սկսել եմ ռուսական ալիքի համար, հոտ եմ քաշում, ասում եմ, Ալյոնա, ինչ ժովելի հոտ է տնից գալի, ծիծաղալով ասում եմ, հարևանի տնից է գալի, ասում եմ, Ալյոն, տնից ժավելի հոտ է գալի, դու ես, ասում եմ, ժավելի ձերծվել, թե կարող է նանիքն է տունը, նանիքն է ժավելով ինչ-որ բան մաքրել, չէ, ասում է, ժավելի ոչ մեկը ձեռք չի տվել, ասում է, բան եմ արել, կուխնյայի մեբելը, դեգրեսանով մաքրել եմ, դեգրեսանն էլ դա բանն է, դուք ասեք, այդ սապոնն է, սև սապոնը ջրիկ, հա, այդպես ասեմ, բայց իմ սապոնը միշտ այնտեղ ոնց որ դրվում է, որ տեսնեք, կնկատեք, միշտ տեղ է հեղուկները, ինչ որ օգտագործում եմ խոհանոցի համար, իմ աղջիկը եկել է, կարծել է, որ դեգրեսան է, եւ վերցրել է ինչ, տեսել է նկարներ իրանից վստահ, որ կարա դրանով ինքը կուխնյայի մեբել մաքրի, միկրովալնովկա մաքրի, իսկ մեր միկրովալնովկան ինքը ոնց որ բան է, ապակու նման է, հա, այս սրանք, մի խոսքով, ինչ կա տեսնում եք դուք խոհանոցում, նույնիսկ ես պլիտան մեռա մաքրելով, բայց էլի շերտ է թողում վրան, նեստ գործում ոնց որ կեղտոտ լինի, իմ աղջիկը բռնել է սաղ այդ ժավելը, փչելով այդ ժավելով կուխնյան մաքրել է, դիզինֆեկցիա է արել, Արոնա ջան, ասում եմ, բայց ինչ ես արել, ասում եմ, դու չասիր, որ կուխնյան դասավորված մաքուր լինի, ասում եմ, բայց ես քեզ ասեցի, որ չթափրտեք, ես քեզ չեմ ասել կուխնյայի մեբել մաքրի, ինքը մաքուր էր, եկել եմ ես չփոխված, սկսել եմ այս մասերը մաքրել, բայց էլի լաքաները երևում է, այդ ժավելը դե հետ քա չէ մի տեսակ թողնում, սրանք էլի մի թեթև սրբեցի, բայց մեկը լաքա է թողել, մի խոսքով իմ աղջիկը իր արևին մամային օգնել է, որ ասում է ունքի տեղը աչքն է հանել, լրիվ էտա կեգնացա ստուգեմ, ձեզ հետ խոսալով, ոչ է հելը պատրաստ չի, հա, ինչ է ուզում ասել, շատ չէ, երկու կոմենտարիա կարդացի, որտեղ խնդրում եք, որ ուղիղ եթեր անեմ, իրականում կյանքում ուղիղ եթեր չեմ արել, նույնիսկ ռուսական ալիքի համար ուղիղ եթեր արած չկամ, չնայած ինձ թվում է, որ կոնկրետ ինձ, ոնց ասեմ, բարդություն չի առաջացնի իմ համար, որովհետև ես քանի որ շատ եմ շփվում մարդկանց հետ, այդ շփումը ես որ ունեմ, ոնց որ ու ձեզ էլ իմ հարազատն եմ ընդունում, ինձ դժվար չի ուղիղ եթեր անել, եթե ես հոլովակի ներքևում շատերդ կգրեք, որ ուզում եք ուղիղ եթեր, ու եթե ուզում եք գրելու հետ մեկտեղ կոնկրետ ժամ նշեք, որ քաղաքից եք, որ երկրում եք ապրում, ու որ ժամին եք ուզում, որ ես ըստ դրա կողմնորոշվեմ,
որ բոլորիս նույն ժամը հարմար լինի, որ եթե ուղիղ եթեր անենք, ամեն դեպքում ավելի հեշտ է, չէ՞, հարցեր կտակ, կպատասխանեմ, կամ ես միգուցե տամ դուք պատասխանեք գրելով, այդ դեպքում ինձ իհարկե ավելի հաճելի կլիներ, որ ավելի շատ մարդ ոնց որ միանար այդ ուղիղ եթերին, որ ավելի ստացվեր, հա? Այսպես, ուրիշ ինչի ուզում ասեի, հա, նորից հարցնում եք բանի համար, խմորի համար, խմորը գնել եմ մեր խանութից, ինչպես որ ասեցի, բայց միգուցե ուրիշ այդ տեսակ խանութներում լինի, կյախվուղում չկա, չեմ տեսել ես կյախվուղում այդպիսի, եթե ուզում եք, գրեք սուպերմարշե Triangle, հասցեն կբերի ձեզ մոտ ու կարող եք գալ հանգիստ մեր խանութից գնել, քանի կա, չնայած ասել եմ, որ պատվիրեն, որովհետև ասել եմ շատ-շատերը հետաքրքրված էին, այնպես որ կլինի ուրիշ էլ ինչ կար, որ ուզում էի ձեզ հետ քննարկել, պետքա իմ որ ասում ասենց գլխիս մեջ պտտեմ, որ հիշեմ, հա, հարցնում եք գաթայի ռեցեպտը, գաթան նորից սարքեմ, ժողովուրդ գաթայի ռեցեպտը ալիքում կա, հագում ես հոլովակի ներքևում կդնեմ, եթե ուզում եք գնացեք, նայեք, պատրաստեք, իդեպ երեք կլորն էի թխել, նույն խմորով, բայց կլոր գաթան էի արել, Եվ շատ լավ ստացվում, մի թեթև նկարել եմ ձեզ համար, այդ հատվածը, ոնց եմ ես գլոր գաթան սարքում, հենց այդ նույն խմորով, այստեղ կտեղադրեմ։ Ժողովուրդ, քանի որ գաթայի ռեցեպտը ունենք ալիքում, բայց ես պատրաստում եմ կլոր ձևով, ասեցի միգուցե ձեզ հետաքրքիր լինի նաև կլոր տարբերակը, այսինքն կլոր գաթայի տարբերակը այս խմորով, որովհետև իրականում մեկ անգամ նույնիսկ շատ մեծ գեղեցիկ հարսանիքի համար լիքը սարքել եմ որպես գաթա հարսանիքի ոչ պատվերով իհարկե դա ուղղակի որպես շատ մոտ մարդու հարսանիքի համար էր, բայց բոլորը գոհ էին մնացել, որ ճիշտն ասեմ, ու բոլորը հարցնում էին, որտեղից են գնել այս գաթան, նույնիսկ պարզվեց, որ հաջորդ օրն է հարսանիքի, բոլորը հարցրել են, էլ չկա այդ գաթայից։ Խմորը դժվար է բացվում, որտեղ դրել էի սառնարան մի քանի ժամով, ու որ ճիշտն ասեմ, ուզում էի վաղը պատրաստեի, բայց քանի որ որոշեցի այսօր, ուրեմն հանեցի, եւ դրա համար այսպեսի մի քիչ սառնա, բայց ոչինչ։ Ահա, նայեք։ Այս չափի բացել եմ, մոտավորապես ինչքան 20 սանտիմ էլ չկա սկի բացվածքը, հա, ահա, հիմա այստեղ դնում ենք խորիզը ես ձեզ ցույց եմ տվել ինչպես պատրաստել, որ թաց խորիզ ստացվի, դե իհարկե գաթայի ռեցեպտի լինքը կդնեմ այս հոլովակի ներքևում, այս վլոգի ներքևում, ու կարող եք հանգիստ գնալ պատրաստել ու որոշել ուզում եք կլոր, թե ուզում եք Երանջունի, թե ուզում եք փախլավայա ձև, այսինքն կլորիկ եմ անում, տեսեք ինչ հապուկ խորիզ է, այսինքն խորիզ պետք է ստանաք, իհարկե ցույց եմ տվել վիդեոյի մեջ հատուկ գաթայի, այսպես դնեմ, սենց եմ դրել, որ սա երևա, ահա, նայեք, ինչ գեղեցիկ հոյակապ խորիզ է, դնում ենք մեջտեղի հատվածում և սկսում ենք հավաքել, այսինքն դրա ենք բերում խմորը ժողովուրդ, այսինքն, ոնց որ ֆիլմենի էի հավաքում, եկեք ես այս թղթիվից վերցնեմ դրքից տամ, ես թղթիվից խանգարում է, հետո տեղափոխենք թղթի վրա, դև թղթի վրա որ կպնում է, տակալուր չեմ արել, որտև կարիքը չունի, այսպես հավաքում ենք, դրիվ խնկալի, այսպես լավ, այս պոչիկի մասը պետք է հավաքվի, լավ, տեսեք լավ, հավաքեցինք, այսինց դարձրեցինք գույն, այ հիմա դնում ենք արդեն ես յուղաթերթիկի վրա իհարկե և այսինց աստիճանաբար սեղմելով կլոր բացում ենք այն աստիճան, ինչքան որ ուզում ենք մեր գաթան լինի կլորիկ թմբլիկ, թե ուզում ենք մեր գաթան լինի բարակ ու տափակ, օրինակ Սամվելիքը ստիգում է, երբ որ գաթան լավ տափակ է լինում, շատ չաղ չի լինում,
Դրա իսկ պատճառով սիրելիներս ես այս գաթան մի քիչ լավ կբացեմ, բայց ասում եմ դες, եթե չաղիկ եք սիրում, այսքանը արդեն բավական է, Բայց քանի որ մեր սամոններից եմ կրկնում, սիրում է որ գաթան մի քիչ ավելի բարակ լինի, լավ բացում եմ ես։ Այսպես տարածելով խորիզն է լավ տարածում եմ։ Վերջ, բացեցի, վերջ, կարող եք կողքերը ուզոր տալ, իհարկե, եթե ուզում եք, չեմ հիշում ոնց էի անում, յոգներս երկար է հիմա շատ, չեմ ուզում փչացնեմ գաթաս, թող ուղղակի կլորիկ լինի, հիմա, վերցնում ենք ծուն հարած, իհարկե դեղնուսն ու սպիտակուցի իրար հետ եմ ես հարում, կաթ չեմ ավելացրել, ոչինչ, լավ կսում ենք, երկու անգամ ենք կսում, այս մեկ անգամը կսում ենք, թողնում ենք մի քիչ ձուն չորանա վրեն, հա, հետո մի հատ ենք կսում, ծակոտիները մորացան եմ, վայ, մի հատ լավ ծակծկում ենք պատարակավոր ժողովուրդ, տեսեք մորացա, բայց ոչինչ, դեռ ուշ չի, լավ, սենց կողքերը կսում ենք, Ընտեղել եմ գաթաթխում, բայց ոչ կլոր, հեսա ցույց կտամ, անպայման, լավ ծակրտում ենք, որ լավ էպվի մեջը, բայց հատակը չէ, էլի մենակ երեսից, սիրելիներս ես իմ վերխը փոխեցի, որտև շոքեցի, մի հատ էլ ենք կսում, այսենց, ու արդեն անցնում ենք մեր իհարկե գեղեցիկ ուզորին և եփում ենք ոնց որ ռեցեպտի մեջ ասվում, նորից եմ ասում հաղումը կթողեմ էլի, որ նորից սաղ չբացատրեմ, ենքավոր կլոր տարբերակն է ուզում ձեզ ցույց տայի, որպեսզի դուք ոնց որ իմանաք նաև կարելի է կլոր տարբերակը այս գաթայի պատրաստել, պարտադիր չեն փափուկ խմորները, հա, լինի, որ զդոբնե տեստը բուլքի խմորի նման, սրանով էլ է շատ համով ստացվում, այսպես, ես է ցույց կտամ երևից ուզորը իհարկե և թխվելուց նայեք վերևից ինչ ձև է, հաստությունը շատ հաստ չեմ արել, տեսնում եք և իրա ընդհանուր տեսքը, սա թխվելուց հետո էլ ցույց կտամ։ Ահա ժողովուրդ էսի էս տեսակն է, նայեք։ Հետո ինչ կաչնա։ Փոփուկ։ Լավ փոփուկ է։ Փայլուն, տակը։ Եվ կլոր գաթան։ Տակի հատվածն է ձեզ ցույց տամ, որ տեսնեք ինչ լավն է ու էլի լավ փոփուկ, նայեք, բայց տակ է պրոստը հլը, եթե ուզում եք, ուրեմն թողում եմ հղումը, անպայման պատրաստեք, շատ լավն է, նայեք, փոփուկ է ժողովուրդ։ Իդեպ ինչ է ուզում ասեի, թթուն շատ լավ է ստացվել, նենց որ խաշած եռացրած ջրով, իրոք արտակարգ է ստացվում, այնպես որ հանգիստ, եթե ով չի փորձել եռացրած ջրով, հանգիստ կարող անեք, իրոք շատ լավ է ստացվում, մալադեց։ Թթվելն էլ պատկերացրեք բավականին երկար բայց թթվեց, համարյա 6 օր, 7 օր թթվում էր։ Գրել էիք շատերը թթուն չթթվավ, դրեք խալաձելնիկ կամ դուրս դրեք, իրականում չէր թթվել, հա, գալիս ուտում էինք, ես հետ ամուսինս, իմ համար հələ մի քիչ թթված է, ինքը միշտ ասում էր հələ թթված չի, այ հիմա նոր թթված է, երևի թե արդեն 8-9 օր անց է, ասել էի, որ կայիս Ալժիրից պետքա զեյթուն բերի ընկերը, այստեղ ճիշտ արդեն կերել են, տեսքը հետաքրքիր է երևում, չգիտեմ ձեզ երևում է թե ոչ, այնտեղ մեջը ինչ, ասես չկա, էլ բիբար, էլ տորնակ ձևի ինչ-որ բան կա մեջը, չգիտեմ սա ինչ է, եթե ինչ-որ մեկըտ գիտի, ասեք մենք էլ իմանանք ինչ է, բայց կծույ է, տեղից ես զեյթուն չեմ սիրում, որ ճիշտ ասեմ, եթե ուտում եմ, այն էլ մի հատ կամ երկու հատ, այն էլ
կանաչ զեյթունը, որ թթու է, հա, ասենց թթվաշ է, սև զեյթուն ընդհանրապես չեմ ուտում, սա էլ աղավոր կծու է, այնպես որ ես հաստատ փորձողը չեմ, մեկ էլ սա էլ բերել, ես չգիտեմ, Էլմոժենը, պետի գործում արգելված է Ֆրանսիայում, թե դժվար է բերել, մի խոսքով չգիտեմ, բավականին թանկ էր այստեղից տղաս, որ նոր էր այդ մոդան սկսել էր, սա մոժելեն էին ասում, ֆիրման է, չէ ինչ մոժելեն, խոսացի, Էլմորջեն, հա, ասում էին, որ մի խոսքով ստեղից արել էինք, 18 եվրո էր տվել փոքրիկ բանկային, այսպես փոքր բանկային, բայց համը նույնը չէր, այդ Ալժիրից է բերել, ղոշե կանֆետները որ կա, դրա այդ միջուկի համն ունի, շատ համով էր, հոտնել անուշ, ինքը սաղ բանա, պնդուկա մեջը, որ ուշադիր նայեք, կտեսնեք, սա էր Սամոյի ընկերոջ բերած Ալժիրից նվերները, մեկ վարկյան նա տեստով տեստուգ եմ, տիկը պատրաստ է, ինչ էի ուզում ասել, չգիտեմ ինչ էի ուզում ասել, բայց գիտեք, հա մեկ էլ հարցնում եք տոնածառը ինչպես եմ սպիտակ գույն ներկելու, այդ բոմբերը որ կա է, որ փչում եք լուսամուտների վրա, որ ձյուն արհեստական ձյան տեսք տակ, այդ բոմբերով տոնածառը կարակ լավ փչեք, սպիտակացնեք, հետո իհարկե եթե կուզենաք կլվանակ կմաքրեք, եթե չէ կարող եք այդպես թողել, նույնիսկ կարա մնա վրան հաջորդ տարի էլ օգտագործեք։ Ես որ անկեղծ ասեմ ուզում եմ, բայց այն որ կամ ու կացի մեջ եմ հələ որ վստահ չեմ որ սպիտակ եմ ուզում, նայած թե որ զարդարեմ, եթե զգամ սպիտակով այդ զարդարանք ավելի սիրուն կլինի, ապա այո, եթե ոչ, ապա կանաչ կմնա, հա։ Դե ինչ, իմիջայլոց իդեպ իմացել եմ, որ այս տարվա գույները, նոր տարի գալու գույները լինելու է կարմիր, նա լույսը վառեմ էլի, կարմիր և կանաչ, կոնկրետ այս կանաչը, սա անցած տարվա իմ սպասքն է, հələ այո, հələ չեմ հավաքել, բայց երևի թե այս տարի էլ այս շուշեղենով, այդ ափսեներով կանեմ և իհարկե թազա բերած Հայաստանից բերած բաժակներով, որպեսի կոնտրաստ լինի մի քիչ ոնց որ թուլացնի գույները, հա, այստեղ մի քիչ խառն է, այսպես ցույց տամ, այսի տոնածառի խաղալիքներն է, ու իդեպ նայեք, որ ուշադիր նայեք տոնածառի խաղալիքները, հենց այդ ափսեի գույնին են, այնպես որ, այդ գույների մեջ ենք անելու ժողովուրդ կարմիր, կանաչ, և իհարկե եթե կուզեք մի քիչ կարող եք լուծել այսենց ապակի գույնի, հա, թափանցիկի մեջ, հələ մի հատ գրեք տենամ դուք ոնց եք պատրաստում ձեր սեղանը զարդարեն, իրականում ես ամեն տարի նոր գույներ եմ անում, անցած տարի հենց կանաչի վրա էր, կանաչ և այս բաժակների հետ էր, մեկ վարկյան, այսպես հատուցնամ երևի թե, սա շամպայնն է, ունեմ նաև փոքրիկը գինունը, հա, այս գույների, էլի կանաչի մեջ էր լրիվ կարելի ասել լիարժեք, բայց այս տարի պարզվում է այս կանաչի ու կարմիրի հետ խառնորդ է, այնպես որ ես նորից նույն գույների մեջ եմ անում, դա ինձ փրկում է, որ ես նորից չգնամ ու նորից ափսեի չառնեմ, որտեղ էլ ափսեի տեղ չունեմ, որ իրականում ասեմ, այստեղ վերևում էլ ունեմ ափսեներ, որտեղ ես ամեն տարի որ որոշում եմ նոր ափսեներով անել, հեսա սպիտակ ափսեներ, ստե բաժակներ, մի խոսքով հա, այստեղ պետք է դադարկեմ այս շկաֆս իմ, որ ասում եմ ձեռքի տակի եղածն է, ինչը որ արագ պետք է, բայց դուրս չի գալի, այս շկաֆը պետք է ամբողջովին դադարկեմ, երևի թե կտեղափոխեմ այս վերևի հատվածը, այստեղ սկի չգիտեմ էլ ինչ է, այստեղ էլ են բաժակներ, այսօր մեկ վարկյան, այս երկու տոպրակը հանեմ, գեղեցիկ տոպրակները դրել ենք այդտեղ, որ ուշադիր նայեք, էլի հա, էդ է, խոսքով Այստեղից երևի թե կդադարկեմ սաղ ու այստեղ կտեղավորեմ այն ինչ որ ընդեղա կբերեմ ստե, ափսեները կբերեմ կդնեմ ստե։ Մի հատ ես հիմա ձեզ մի վարկյանով թողում եմ մենակ շուշուտ այս տորթի վիդեոն վերջացնեմ ու միանամ ձեզ էլի։ Ժողովուրդ, շատ ընտիր է ստացվել այս անգամ, որ թույլ եմ արել կրակը, նայեք, տակը ինչ ընտիր է ստացվել։
շատ լավ ա եղել։ Շոկոլադն է, որ սև շոկոլադ եմ այս անգամ գցել, ավելի է սենց մեջը սենց շոկոլադը ավելի շատ է, քան թե այն սկզբի, որ պատրաստեցինք սպիտակ շոկոլադով, այդքան է ինչ էր։ Դա մի փոքրիկ փորձեցի իմ ռուս ընկերների համար։ Շորտ լեզուս փաթ անգնում, այնքան եմ արդեն ձեզ հետ սկսել հայերեն խոսալ, որ երբ որ կամերայի դեմն եմ խոսում, ինձ թվում է պետք է հայերեն խոսամ, ինձ ուժ եմ տալի, որ ռուսերեն խոսամ։ Մի խոսքով, գիտեք ինչ եմ ուզում եմ սրանով փորձեմ։ Աթը նայեք։ Դե Ferrero Rocher կերել եք, այդ նույն начинкան է մեջի, շոտոնուշը։ Ուզում եմ փորձեմ սրանով ուտեմ։ Շնորհակալ եմ լավ քաղցր, բայց չես տորթ այդքան քաղցր չի։ Էսի հետ լցնենք տեղը։ Որով հետ է, շատ չեմ ուզում, մեկ վայրկյան։ Միած սրանով հլը փորձեմ։ Տորտիկը ընտիր է եղել, իրոք ընտիր է։ Սա Ալոնա կգա, կհարցակվի վրեն։ Առանձին։ Իրականում համով եմ միասին, բայց եթե ուզում եք ուղղակի նուրբ տորտ ուտեք, առանց այս պնդուկ պոպոկի, եթե ուզում եք խրթացնեք, ծամեք մի քիչ երկար, ապա կարող եք ավելացնել, իդեպ երեք, մոտս նոստալժի էր բռնել, դրել էի ու մեր վիդեոներն էին նայում, մեր վլոգներն էին նայում, որ գնացել էինք Հայաստան, ինչ էինք անում այնտեղ, ուր էինք գնում, ու Ընկան հետաքրքիր էր, Արմենը երբ որ եկավ տուն են հատվածներ, որ այգին էր, ուղղակի զուտ այգի էր, մեկ է նայում է, մենակ այգին է ու ձայներն է գալի, ասում է, ես ասում են այգին չի, որ մենք գնացել էինք, ասում եմ, հա, ինքը չգիտի, որ մեր վիդեոն է միացրել, մեկ է խոսքի մեջ մեր ձեները եկավ, ինչ մեր ձեներին նման է, մի խոսքով մարդուկին հավեսի ընգանք, նստեցինք համարա բոլոր Հայաստանի վլոգները նայեցինք, բացի Երևան City ու Mega Mall-ի, արդեն որ ասում մի քիչ նայեցինք ու ժամանակներ արդեն հաց ուտելու ու դեպի քնելու պատրաստվելու, բայց իրոք ինքան հաճելի էր դիտել հենց այդ վլոգի այդ ձևով, ինչի եմ ասում, որտեղ ասենք ապրում ես այդ օրերը, բայց այդպես ֆիլմ չես նկարում, ուզում ասեի ֆիլմ չես անում, չես նկարում, ինչպես որ օրինակ վլոգի ժամանակ ես նկարում, իրոք շատ լավ հուշա ու հիշողություն է, ու խորհուրդ եմ ձեզ տալիս, եթե ուզում եք բացել ձեր YouTube անալիքը, ապա բացեք, հաստատ չեք փոշմանի, եւ ինչու ոչ դա ձեր հիշողություններն է մնալու, հետագայում կարող եք նստել մի քանի տարի հետո նստել եւ իրար հետ վայելել ընտանիքով ձեր վիդեոները, նույն որ պատրաստում ենք ես, Էլենա, Սամոն, հա։ Մի քանի տարի հետո կնստենք, կնայենք, կհիշենք, ու ինձ թվում է, որ լիքը բան կլինի ծիծաղելու, որտեղ երեք բավականին շատ ես ու Արմենը ծիծաղեցինք միասին։ Դե ինչ ձեր գլուխը շատ չտանեմ, իդեպ աջեբ սանդալ եմ երեք պատրաստել, բայց թողեցի վրան, որ եփվի ու ասեցի լավ դեքան որ պլիտան ժամանակ ունի, ըստ եփվի կանջատվի, բայց ես մոռացա, որ ես վախր կարակ չեմ ավելացրել, որտեղ միշտ վերջում կարակ եմ ավելացնում։ Այսօր առավոտը որ արթնացա, նայեցի, ասում եմ, «Սա սանդալի մի բան է, ինչի»։ Հա, այսպես ցույց տամ։ Այսա դրել եմ կրակի վրա նորից էփի էլի տաքանա կարակ ավելացնում, ես միշտ կարակը վերջում եմ ավելացնում, սոխարած բան չեմ անում, սա բանջարեղենները կտրում եմ, լցնում եմ մեջը, մսի հետ, միսը սենց փոքրի կտորներ եմ անում ու համերը չի երևում ջաշի մեջ, բայց ուտելուց լավ էլ զգում ենք, հա։ Մի խոսքով, այսա սրա վրա էլ կարակ հանեմ, այս գաթաներն է, որ ձեզ ցույց տվեցա արդեն պատրաստած մի քանի հատ է մնացել։ Սա կուտեն մի հատ էլ բունտ իրականում ուղարկել եմ խոլոտ, հեսա ցույց տամ։ Վարկյան։ Հետ դեմով էլ դրել եմ։ Հենց ուզենամ գաթա թխեմ, այս գունդը կհալացնեմ, խորիզը կսարքեմ ու գաթաս պատրաստամ։
Հաճախ եմ տենց անում էի առաջ հաճախ, այս վերջերս արդեն հենց անում եմ, սաղ ընդհանուր թխում եմ, բայց այս անգամ այդ մի գունդը գցեցի խոլոդ, ասի լավ թող գնա։ Դե ինձ սիրելիներս ձեր գլուխը շատ չտանեմ, այսպեսի փոքրիկ վլոգ ստացվեց այսօր, շատ խնդրեի, որ կոմենտարիաներում անպայման գրեք, եթե ուզում եք, ապա կլինի ուղիղ եթեր, և գրեք իհարկե, որ քաղաքից եք, որպեսզի իմանամ կոնկրետ, ոնց են ասում, որ ժամային գոտու հետ ոնց պլանավորեմ, որ բոլորիս համար հեշտ լինի, ես էլ էտա գնամ, երևի թե փոխվեմ արդեն, աշխատանքից եկել եմ, չեմ փոխվել, պատկերացնում եք, մի անգամից անցա խոհանոցի հետ մաքրություն արեցի այդ ժաբելից հետո, ռուսականի ռեցեպտը, միացա ձեզի, խաղ լվացի հեսա, ամուսինս կահացուտի սուրճ խմենք, դեպ շատ լավն է, դե մեր մոտակայքում եք, եկեք գնեք, շատ համով խաղը հաճախ եք ստանում, անես չի, որ վլոգը դուրս գար խաղը չի լինի, հաստատ կլինի, մեր բազմոսնի ասեցի պատվիրել ենք, սպասում ենք, Սամոյի ծնունդի նոր կգա կհասնի տեղ, այսպես սիրելիներս, դե լավ ձեր գլուխը նորից եմ ասում չտանեմ, բոլորի ուղարկում եմ պաչիկ, լավ մնացեք, կհանդիպենք, դուք շատ լավն եք։